Մենք մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25,000 աշխատատեղ ստեղծելու հարցը, որը շատ կարևոր է։ Ընդհանրապես աշխատանքի շուկայում այն պրոցեսները, որոնք հիմա տեղի են ունենում եւ սպասվում են, պետք է հատուկ ուշադրության առարկա լինի։ Ինչու՞։ Այդ թվում այն պատճառով, որ արհեստական բանականության ներդրումը եւ ավելի ու ավելի մեծ ներառումը տնտեսության մեջ ինքը ռիսկեր է առաջացնում, այդ թվում աշխատատեղերի մասով։ Հիմա իհարկե ես համոզված եմ, որ ընկերությունների մի մասը արդեն կիրառում են այդ գործիքը, մյուսները անխուսափելիորեն կիրառելու են այդ գործիքը, ինքը որոշակիորեն ռիսկեր է բերում աշխատատեղերի տրանսֆորմացիայի եւ դերաբաշխման առումով, ընդհանրապես կանխատեսում կա, որ որոշ մասնագիտություններ գնալով կամ վերանալու են կամ ավելի քիչ դերակատարում են ունենալու, սկսած արդյունաբերությունից, շարունակած առողջապահությունով, կրթությունով նույնիսկ եւ այստեղ շատ մեծ վերլուծական եւ գործնական աշխատանք է պետք, որպեսզի մենք հանկարծ խնդիրների առաջ չկանգնենք երկարաժամկետում, որովհետեւ պետք է արձանագրել, որ արհեստական բանականությունը դեռ ինքը ծանոթ երևույթ չի եւ իր հետևանքներն էլ ճիշտ է անդադ վերլուծվում են, բայց շատ ճշգրիտ ալգորիթմեր չկան, որոնք ցույց կտան, թե ինչ տեղի կունենա դրա արդյունքում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։